Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի լույս, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում։ Այո, բարի լույս, սա 21 TV-ն է, դուք չեք սխալվել եւ մոտակա 1 ժամը մնացեք մեր եթերում, որովհետեւ հետաքրքիր եթեր ենք ունենում։ Ձեզ հետ ինչպես Միրտ Վրեժ Կիրակոսյան, Անահիտ Կիրակոսյան եւ իհարկե առավոտ շուտ մի լավ տեսահոլովակ, որպեսզի արթնանանք բոլորս միասին։ Դե ինչ վերադարձանք, վստահ ենք, որ օգնեց ձեզ իհարկե տեսահոլովակը արթնանալ, առաջարկում ենք, եթե դեռ չեք արթնացել վերջնական, իհարկե վերջապես արթնացեք, եկեք մոտեցեք հեռուստացույցին մոտ, բարձրացրեք ձայնը, որովհետև սպասվում է հետաքրքիր հաղորդում։ Այո, վայելեք ձեր սուրճը կամ թե, կամ պատրաստեք նախաճաշը, կամ որոշեք, թե ինչ եք պատրաստել օրվա ընթացքում, ու չմոռանաք նաև քննարկել, թե ինչ հագնել։ Մենք իհարկե մասնագետ չենք, շատ հուշումներ չենք կարող տալ գունային գամայի ճիշտ ոճի, բայց մենք ունենք հրաշալի մասնագետ, ով ձեզ կհուշի այս բոլոր հարցերի պատասխանները, այնպես որ քվիզի էջն է մեր եթերում։ Այս պահին քվիզի գնացինք։ Ոճային հուշումներ։ Նորմալ է թե ոչ։ Կետեր վերարկուի հետ։ Եթե կոստյումը չափազանց դասական է, ապա նորմալ չէ։ Իսկ եթե մի փոքր սպորտային նոտաներ գոյություն ունի, ուրեմն նորմալ է։ Խոշոր ճարմանդով ֆիրմային գոտի։ Նորմալ չէ, ինչու ցուցադրես ինչ ես կրում, հագնվիր քո համար։ Խոշոր լոգո կրծքավանդակին։ Նորմալ չէ, ապրիր քեզ համար։ Սև դասական գուլպաներ բաց տաբատի հետ։ Նորմալ չէ, տեսքն անընդունելի է։ Գուլպաները պետք է համընկնեն տաբատի գույնի, քանի որ դրանք ոտքերի շարունակությունն են։ Իսկ կոշիկները կարող են լինել ցանկացած գույնի։ Բոլոր կոճակները կոստյումի վրա կոճկելը։ Նորմալ չէ, վերջին կոճակը պետք է միշտ արձակված լինի։ Շատ եմ սիրում, երբ մենք խոսում ենք թատերական նորություններից եւ ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ ապրիլի 21-ից արդեն մեկնարկել է Արմոնո 23-րդ միջազգային թատերական փառատոնը։ Այն տևելու է մինչև մայիսի 8-ը, լինելու է եւ Երևան եւ Աբովյան քաղաքներում, այնպես որ այս առիթով սիրով մեր տաղավարում հյուրընկալել ենք Արմոնո թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին։ Բարի լույս։ Բարի լույս։ Կրկին ուրախ ենք, որ մեր տաղավարում եք։ Եվ տոնական է տրամադրությունը, որտեղ Արմոնն արդեն մեկնարկել է, մի փոքր պատմենք այս տարվա յուրահատկություններից, հա, ինչպես է որ եւ Երևան եւ Աբովյան որոշում կա։ Դե մենք միշտ մարզերում մենք ունենում ենք ներկայացումներ, դա եւ Գյումրիում, եւ Վանաձորում, եւ Աբովյանում դա ավանդական է, եւ մարզերից ենք բերում ներկայացումներ, որովհետեւ Հայաստանը ոչ միայն Երևանն է, ամբողջ Հայաստանն է, եւ փառատոնի համար դա շատ կարեւոր է։ Մենք անում ենք ներկայացումներ մեր հանդիսատեսի համար, մեր ժողովրդի համար, այդպես որ դա շատ հետաքրքիր է եւ ինձ թվում է մեկնարկը տրված է հետաքրքիր նորություններով, ճիշտ է մեր միջազգային հյուրերը ժամանելու են, արդեն սկսեցին ժամանել եւ ամսի 30-ից կլինի արդեն նաեւ միջազգային փուլը, այդպես որ Աստված առաջ գնում են ընթերցումներ, ռիդինգներ, թատերականացված ընթերցումներ, որովհետև այո, վերջի ժամանակներում ես նկատել եմ, որ այդ պիես եւ տեքստ կոչվածը անցնում է երրորդ պլան։ Իսկ նյութը, գրական նյութը դա շատ կարևոր է թե դերասանի համար, թե բեմադրիչի համար, թե հանդիսատեսի համար, որովհետև այն ընկալումը, թե ինչպես է ընկալում եւ ինչպես է դերասանի համար դա շատ կարևոր է, որովհետև լավ գրական նյութը հարստացնում է թե հոգին, թե կերպարը։ Այդիկի Մարիաննա, եթե հետ գնանք մի փոքր եւ ամենասկզբից, երբ որ սկսվեց Արմոնոն, նախ այս տարի որերորդն է, հետաքրքիր է 23-րդն է։ Եվ ինչպես եղավ, որ որոշեցիք ստեղծել այս հետաքրքիր մշակութային ֆեստը, փառատոնը, որը Ասեմ ձեզ, այդ փառատոնը ստեղծեց իմ շատ սիրելի եւ հարգելի ավագ ընկեր Հակոբ Ղազանչյանը,
Ղուկասյանցյանը, եւ երբ Արմոնոն 7 տարեկան էր, նա փոխանցեց ինձ այս փառատոնը եւ ես մեծագույն հաճույքով եւ շնորհակալությունով ընդունեցի եւ ինձ թվում է այո փառատոնը շատ զարգացավ, դարձավ բազմերանգ, բազմաժանր, որտեղ մոնոն իր մեջ պարունակում է տարբեր մոնոժանրեր, դա եւ մոնոօպերա, եւ մոնոպար, եւ մոնոստենդափ, եւ այդպես որ ինձ թվում է փառատոնը իրոք զարգացավ եւ Հայաստանում հիմա այո չեմ վախենում թատերական մեր աշխարհում այո լիդերներից է Միանշանակ Արմոնոն ամենաբարձր ռեյտինգային, այսպես ասած, սանդղակն ունի ու բոլորն են սիրում այս փառատոնը, որ ներկայացումով մեկնարկեց Սասունցի Դավիթ ներկայացումով, դա մեր Արմոնո պլասի, այսինքն դեկտեմբեր ամսին մեզ մոտ առաջնախաղ էր, գիտեք, որ Արմոնոն ունի նաև իր պրոդուկտները, իր ներկայացումները, պրոդյուսինգը ինքն է անում, մեր նախագծերը եւ մեզ համար շատ կարեւոր է, որ Սասունցի Դավիթը դառնա մեր հանդիսատեսի համար այն ներկայացումը, որ անհրաժեշտ է դիտել եւ անհրաժեշտ է ունենալ Դավիթներ։ Դա այդ կոչը, այդ մեսիջը մեզ համար դա շատ կարևոր է եւ բացվեց այդ ներկայացումով, այդ ներկայացումը արդեն ստացավ Արտավազ մրցանակը։ Դա է ուզում ասել Արտավազդակիրը արդեն։ Այո, հատուկ մրցանակ մասնակցեց Կապանի փառատոնին եւ ունի տարբեր հրավերներ, տարբեր երկրներ, Աստված առաջ, առիթ կունենանք այդ առիթով էլ հանդիպել ձեզ մոտ, որ վերադառնանք եւ դա դարձավ ինձ թվում է Արմոնո փառատոնի մի նշաձող որ շատ կարևոր է մեր հանդիսատեսի համար եւ այն մեսիջն է, որ Արմոնո փառատոնը ուզում է ասել մեր հանդիսատեսին այդ ներկայացումով։ Այսօր իսկապես Դավիթներ են պետք բոլորիս եւ այդ ներկայացումը փառահեղ է ու արժանի մրցանակի շատ լավ է որ Արտավազդակիր դարձավ։ Հետաքրքիր է առհասարակ ինչպես է կընտրում ներկայացումները եւ հիմա եթե մեզ դիտում են, հա, հեռուստադիտողներ հետագա տարիների համար հայտ պետք է ներկայացնեն, ինչ քայլեր պիտի անեն որպեսզի մասնակիցները։ Այո, մենք ունենք հայտադիման ձև եւ դա դիմում են, մասնակցում են, հայտ են ներկայացնում, հետո եթե դա միջազգային բնականաբար վիդեոն պարտադիր է եւ այդպես առաջ։ Իսկ եթե դուք լինում է պահեր, երբ դուք եք դիտում ներկայացումը եւ ինքներդ ասում եք արի մասնակցի, ինչու չես մասնակցում։ Այո, եւ նույնիսկ մեր ծրագրերի, այսինքն մեր պրոյեկտների ժամանակ, այո, մենք ենք փառատոնն է առաջարկում այսինչ դերասանին եւ այսինչ բեմադրիչին, ինչպես եղավ օրինակ Սասունցի Դավիթ ներկայացման հետ, մասնակցել եւ ստեղծել այսինչ ներկայացում։ Այո, բայց դա մեր պրոյեկտներն են։ Շատ լավ։ Այս տարի որ երկրներից են մասնակցելու։ Ֆրանսիա, Լեհաստան, Գերմանիա, Ռուսաստան, Վրաստան, Իրան եւ Ռումինիա։ Հրաշալի։ Այո, օրինակ առանձնացրեցիք, որ կան տարբեր բաժիններ, հա, այս տարի կա ինչ որ նոր բաժին ընդգրկված, թե ամբողջությամբ նույն ավանդական։ Չէ, նոր չկա, որովհետև ծրագրերը շատ են եւ կա եւ պար, օպերա չկա այս տարի ինչ չկա, օպերա չկա, մեր ռիդինգները կան եւ ներկայացում երեխաների համար դեռ չհասցրեց պատրաստ լինել, բայց ես կարծում եմ հունիսի 1-ի կապակցությամբ մեր ներկայացումը, որը ստեղծվում էր երեխաների համար, նա կլինի եւ դա կլինի հատուկ իվենթ, հատուկ հրավեր, մենք բնականաբար կխոսենք այդ մասին, դա կլինի հատուկ երեխաների համար ներկայացում, մոնո ներկայացում, շատ բարի, գեղեցիկ ներկայացում կլինի։ Հրաշալի, եթե այսպես նայենք տարիների քանակին, հա, այսքան ժամանակ է անցել, յուրաքանչյուր տարի փառատոնը բնականաբար հարստացվում է, փոխվում է, բայց որպես հանդիսատես ու դիտորդ եթե նայեք, ինչն է որ ձեզ ուրախացնում է ու ավելացել է, եւ ինչն է որ ձեզ տխրեցնում է ու պակասում է այսօր։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Այն, որ փառատոնը զարգանում է եւ փաստորեն 2 շաբաթից ավել է տևելու եւ այն երիտասարդները,
եւ ոչ միայն երիտասարդները, որոնք ուզում են մասնակցել փառատոնին եւ ստեղծել իրենցը, եւ եթե սկզբներում դա մի քիչ իրոք Սամսիբերի ռեժիսորի կարգավիճակով էր, հիմա իրոք ամեն ներկայացման վրա աշխատում է մի թիմ, եւ դա բեմադրիչ է, դա երաժշտական ձևավորող, դա սցենոգրաֆիա եւ այլն, մի թիմ է աշխատում։ Առաջ դա չկար եւ դա շատ ուրախալի է։ Իսկ չէ, տխրացնել չէ։ Ես ամեն ինչ շատ ուրախ է։ Միայն դրական կողմով եք նայում։ Միայն դրական մոտեցում է, այո։ Միայն դրական մոտեցում է, որովհետև գիտեք ինչ, այո, ես ուզում եմ ասել, որ իրոք փառատոնը հնարավորություն է տալիս դերասաններին, երիտասարդներին եւ ոչ միայն երիտասարդներին, այն շանս, այն հարթակը, որ ներկայանան եւ ավելի հետաքրքիր եւ պրոֆեսիոնալ միգուցե գտնեն իրենց մեր նոր շերտեր։ Մոնո ներկայացումը տարիք ճանաչում է, թե Իհարկե ոչ, որովհետև մենք ունենք եւ երիտասարդներ, շատ գեղեցիկ երիտասարդներ, իդեպ վերջի անգամ, որ ձեր տաղավարում ենք այդ Արման Մաթևոսյանի Նա նույնպես ստացավ, չէ՞։ Նա նույնպես ստացավ արտավազ, բացի դրանից դա երևի հաջողակ տարի է իր համար, որովհետև նա Էմիրատներում հիմա մասնակցեց փառատոնին, ստացավ հրավեր, որ ոնց որ ես եմ ասում փառատոն է բերում, նա գնում է եւ Մակեդոնիա եւ Եգիպտոս եւ էլի ինչ որ երկիր ես հիմա չեմ հիշում, ինչ երկրից հրավեր ստացավ, այդպես որ հասկանում եք դա իրոք հնարավորություն է տալիս ինքը դերասանի համար, ինքդ քեզ ավելի լավ ճանաչես, ավելի ինքնավստահ դառնաս, այդ ինքնավստահությունը, որը այո, դա անհրաժեշտ է դերասանի համար, որ նա զգա, որ նա ով է, ինչ է եւ դրսում տարբեր փառատոններին լսել գեղեցիկ, պրոֆեսիոնալ եւ լավ խոսքեր, դա թևեր է տալիս տարբեր դերասաններին եւ թևեր տալը դա ես կարծում եմ մեր փառատոնի առաքելություններից մեկն է։ Եվ այս թևեր տվող փառատոնը, որ ներկայացումով է ավարտվելու փակումը, հա? Գիտեք ինչ, քանի որ Արմոնո փառատոնը սենց ինչ-որ շենց ինձ թվում է 365 օր է ամբողջ տարի, որովհետև ասեցի մանկական ներկայացումը մենք չհասցրեցինք, այդպես որ սենց շարունակ ամբողջ տարվա ընթացքում, սա փաստորեն մայիսի 8-ին մենք ավարտենք Ռումինիայից եկած եւ մեր Լուսինե Աբգարյանի կողմից Մարգերիտ Դյուրասի ռիդինգով, ընթերցումով, թատերական ընթերցումով, այդպես որ եւ դա կամաց կանցնի հունիսի 1։ Ձեզ անչափ շնորհակալ ենք, որովհետև ամեն անգամ, երբ գալիս եք մեր տաղավար, մենք իմանում ենք, թե մեր թատերական աշխարհում ինչպիսի նորություններ կան, նոր քայլեր կան, ու ամենակարևորը ուրախանում ենք մեր երիտասարդներով, որոնք շատ մեծ քայլերով կարողանում են ներկանալ ոչ միայն Հայաստանում, այլ նաև սահմաններից դուրս, եւ հենց Արմոնո թատերական փառատոնի շնորհիվ է նաև այդ բացահայտումը կատարվում, որովհետև դուք թևեր եք տալիս ու այդ ճանապարհը հարթում եք, ինչը շատ կարևոր է մեր օրերում եւ կարծում եմ միայն դրական երանգով այս պարագայում։ Ինչ կմաղթեք բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ չեն համարձակվում մոտենալ մոնո ներկայացում ասվածին, որպես մարդ, ով տեսել է արդեն բազմաթիվ մոնո ներկայացումներ։ Համարձակ եղեք, փորձեք։ Դա ձեր շանսն է։ Իսկ դուք որպես Մարիաննա Մխիթարյան դերասանուհի, չեք ուզում մոնո խաղալ։ Ոչ։ Գիտեք ինչ, հիմա ես արդեն իհարկե նախկին դերասանուհիներ չեն լինում, դա այդպես է։ Դերասանուհին միշտ դերասանուհի է։ Այո, բայց վերջերս ես դադարեցի, ես ոչ մի տեղ չեմ խաղում, ոչ մոնո ներկայացումը ինձ համար չէ։ Այսինքն ես իմ կերպարը, իմ դերը մոնո փառատոնի տնօրենն է։ Դա մի քիչ տարբեր բաներ են։ Շատ բարի, անչափ շնորհակալ ենք, որ այս առավոտ եկաք մեր տաղավար եւ եւս մեկ անգամ ուրախացրեցիք լավ նորություններով, մեզ մնում է միայն հիշեցնել, որ ապրիլի 21-ից արդեն մեկնարկել է եւ տևելու է մինչեւ մայիսի 8-ը, այնպես որ հասցրեք թե Երևանում, թե Աբովյանում դիտել ներկայացումները ոչ միայն մերոնց, այլ նաեւ հյուր եկած ներկայացումները, որովհետեւ վստահաբար շատ բան ունենք միմյանց փոխանցելու, միմյանցից սովորելու, բացահայտելու, տեսնելու ու նորովի ապրելու այս մոնոներկայացումները մեզ մոտ
տրիո էր, մոնո չէր, բայց շնորհակալ ենք շատ զրույցի համար եւ մեր տաղավար գալու համար։ Մեր հյուրներ Արմոնո թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, խոսեցինք արդեն 23-րդ միջազգային թատերական փառատոնի Արմոնոյի մասին։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ձեզ, լավ ենք մաղթում։ Իսկ ձեզ սիրելի հեռուստադիտող, արդեն տեղեկացաք, որ սպասվում են հետաքրքիր ներկայացումներ, անմասն մի մնացեք, փնտրեք, գտեք եւ գնացեք մասնակցեք այն մոնո հետաքրքիր ներկայացմանը, որը որ իհարկե ձեր սրտով է կամ ձեզ հաճելի է լինելու։ Այսօր մեր եթերն էլ թաթերային շնչով եղավ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, գնացեք ու առնչվեք մշակույթի արվեստի հետ։ Մնացեք բարով, ձեզ հետ Ֆրեժն Անահիտն էին առայժմ։ Լավ օր։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, ուսալիություն, որին կարող եք վստահել։